3+3 տարածաշրջանային ձևաչափը կարող է օգտագործվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, կարծում է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։ Նա նշել է, որ Իրանը կապի մեջ է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ու հանդես է գալիս սահմանին կայունության եւ խաղաղության օգտին։ Իրանցի դիվանագետի խոսքով տարածաշրջանը նոր լարվածության կամ պատերազմի չի դիմանա։ Սոբհանին նաեւ նշել է, որ Իրանի իշխանությունները պատրաստ են աջակցել ցանկացած ձևաչափի, որը կառաջարկեն կողմերը խաղաղության հասնելու համար։ Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող 40+10,000 դրամի աջակցության ծրագիրը պետք է շարունակական լինի, այնքան ժամանակ, մինչև բնակապահովման ծրագիրը հասանելի լինի բոլոր արցախցիներին։ Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ այս մասին ասել է Արցախի ազգային ժողովի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը։ Նշենք, որ Հայաստանի կառավարությունը կրճատել է արցախցիներին տրամադրվող պետական աջակցությունը։ Ապրիլի 1-ից այն կստանան բացառապես թոշակառուները, անչափահասներն ու հաշմանդամները։ Արամայիս Աղաբեկյանը նշում է, իշխանությունները պետք է միջազգային հումանիտար ֆորում անցկացնեն, ֆինանսական միջոցներ գեներացնեն բռնի տեղահանված արցախցիների խնդիրները լուծելու համար։ Հայաստանը նպատակ ունի շարունակել եւ ընդլայնել Ռուսաստանի հետ բովանդակալից երկու երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ ռուսաստանցի պաշտոնակցին հղած ուղերձում նշել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Փոխադարձ շնորհավորական ուղերձում Սերգեյ Լավրովը նշել է, որ չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու փորձերին երկրներին հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության եւ արտաքին քաղաքականության համակարգման բարձր մակարդակ եւ պատրաստ են շարունակել համատեղ աշխատանքը խորացնելու եւ բարելավելու գործընկերության արդյունավետությունը։ Կառավարությունը նախատեսում է խստացնել զինվորական ծառայությունից խուսափելու համար նախատեսվող պատիժները։ Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու համար նախատեսված 2-ից 5 տարի ժամկետով պատիժը առաջարկում է դարձնել 3-ից 6 տարի։ Վարժական հավաքից խուսափելու համար էլ կառավարությունն առաջարկում է սահմանել տուգանք 15 ապատիկից 30 ապատիկի չափով կամ կարճաժամկետ ազատազրկում առավելագույնը 2 ամիս ժամկետով կամ ազատազրկում 1-ից 3 տարի ժամկետով։ Կառավարությունը հիմնավորման մեջ նշում է այս խստացում զորակոչից եւ վարժական հավաքներից խուսափելու դեպքերը նվազեցնելու նպատակ ունեն։ Նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանը կարող է նշանակվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն, հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով այս պահին նրա թեկնածությունը հաստատման փուլում է։ Նշենք, որ նախորդային տեղեկություններ շրջանառվեցին, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը եւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ազատման դիմումներ են գրել։ Ավանեսյանը տեղեկացրել է տնօրենի փոփոխություն է լինելու մի քանի այլ բուժկենտրոններում եւս։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Հունգարիա այցելության ֆոնին Բուդապեշտը հայտարարել է միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին։ Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Դերդեյ Գուլիասի խոսքով գործընթացը պաշտոնապես կմեկնարկի այսօր։ Ակնկալվում է, որ խորհրդարանը կհաստատի համապատասխան օրինագիծը, սակայն դատարանից վերջնականապես դուրս գալու ամբողջ գործընթացի համար մոտ 1 տարի կպահանջվի։ Բենյամին Նեթանյահուն, որի կալանավորման օրդեր է տվել Հաագայի դատարանը, երեկոյան քարոզիա այցով ժամանել է Հունգարիա։ Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետևանքով մեկ օրվա ընթացքում շուրջ 80 մարդ է զոհվել։ Իսրայելցի զինվորները ներխուժել են արևմտյան ափի տարբեր բնակավայրեր, ձերբակալել մարդկանց, ավերել բնակելի տներ։ Միաժամանակ իսրայելական բանակի խոսնակ Ավիչայ Ադրային Բեյթ Հանուն եւ Ջաբալիա քաղաքների մի շարք շրջանների բնակիչներին տարհանման հրաման է տվել, նշելով, որ սա վերջին նախազգուշացումն է նշված թաղամասերի եւ տարածքների վրա հարձակումից առաջ։ Մարտի 18-ին Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր անկլավում առնվազն 1066 պաղեստինցի է զոհվել։